ողքույն Ուրեմն մարդուս կյանքի մեջ սիրելիներ ուրիշ մեկը մեծ դեր կրնա ունենալ իր բարի խոսքով, իր բարի վարմունքով եւ հագարակը իր չար խոսքով կամ չար վարմունքով։ Եվ մեր ազգի կյանքի մեջ եւս մեծ դեր կրնան ունենալ ուրիշները իրենց քարոզությամբ։ Եվ ասպարակային այսօրվա դոմի ընդմեջեն կտեսնենք, որ Թադեոս եւ Բարդոմեոս առաքյալները եղան այդ բարի լուրը եւ Աստծո հույսը տարածողները մեր եկեղեցու մեջ։ Մենք ավետարաններում մեջ տարբեր անուններով կտեսնենք։ Թադեոս առաքյալը Ղուգասի եւ Գործ առաքելոցի մեջ Հուդա Հակոբյան կոչվի։ Հովանես ավետարանիչը իրան կոչե Հուդա ոչ Իսկարիոտացին, որովհետեւ Իսկարիոտացին մատնեց Քրիստոսը։ Մատթեոս ավետարանիչը գսե Ղեբեոս, որ անվանվեցավ Թադեոս, եւ ընդհանրապես կաթոլիկ ավատության մեջ Սենտ Ջուդ որ տեսնեք, գիտեք որ ադիգա Թադեոս առաքյալը։ Թադեոս առաքյալը նախ Եդեսիա գուկա, ուրս Քրիստոսի խոստումին կբժշկի ապկար թագավորին, դարձի կբերե Սանտուղ Պույսին, որը իր հոր ձեռքով կսպանվի Սանատրուկ թագավորի կողմը։ Իսկ Բարդողեմեոս կնշանակե Թոլոմեի որդի, Փար դղա կնշանակե եթայրեն, Թոլոմեի որդի կնշանակե։ Հովանես ավետարանիչը իրեն գուդա Նաթանայել անունը։ Ավետարանի մեջ կտեսնենք Նաթանայել անունը, որուն Անդրեաս երբ որ կանչեց, ասավ Եգուր գդած ենք Հիսուսը Մեսիան, չհավատաց, բայց երբ որ տեսավ եւ Հիսուսը ասավ քեզի տեսա ծառի տակ նստած, Նաթանայելը ասավ որ իսկապես դու ես Մեսիան, եւ Հիսուսը ասավ ճշմարտապես այս մարդու մտքին մեջ նենգություն չի գա իր մեջը։ Անալ քարոզեց Պարսկաստանի զանազան քաղաքները, ապա հասավ Հայաստան, դարձի գբերե Սանադրուկ թագավորի քրոջը եւ նույն Սանադրուկի ցերկեն կհալածվի եւ կմահվան կաշանանա։ Ուրեմն մենք հայրերս շնորհի արժանացանք Հիսուսի առաքյալներով առաջինը մտիկը, որը մեծ շնորհ է եւ մեծ պատասխանատվություն ամեն։ Ինչ կարոզեցին սիրելիներ, սրբություն եւ երկնքի արքայություն ապաշխարության միջոցով։ Քրիստոսի դառնալ, սրբության ցկտիլ եւ այդ տեսակի կյանք ապրել։ Առաքյալները ոչ թե եկան հայտարարություն ունելու, այլ մարդոց ասելու, որ իրականություն մկա, որ տեղյակ չեք, հիմա պետք է տեղյակ լաք, որտեղ աշխարհը փրկիչ ունի։ Եվ այսօրվա ավետարանը ընթերցումը գսել, որ միթե Աստված մեզ պղձալից կյանք շարունակելու հրավիրեց, թե սրբությամբ ապրելու, անշուշտ թե սրբությամբ ապրելու, հետևաբար, ով որ սրբության այս պատվերը կառամարե, մարդը անարգաշ չլար, այլ նույնիսկ Աստված, որ իր Սուրբ Հոգիով կուտա մեզի։ Այսինքն Աստված իր պատգամապերները ղրգեց, եւ եթե մենք այսօր կառամարենք այդ պատգամապերները, ոչ թե անձը կառամարենք, այլ Աստված է կառամարենք, որ մեզի կոչած է սրբությամբ եւ մաքուր կենցաղով ապրել։ Եվ սրբությունը կսկսի ապաշխարութենեն սիրելեն, այսինքն դառնալ, ընդունել եւ մնալ Աստուծո մեջ։ Եվ Տերը ինքն իր ավետարանի մեջ կսե, որ եթե չապաշխարեք, դուք բոլորը դալ նույնպես պիտի կորսվիք։ Այսինքն ինձ հետ կապ չունենաք։ Խավարի բաժին դիլակ, եթե ապաշխարության ճամփան չկրնեք։ Հունարենի մեջ մետանոյա բառը սիրելիներ մտքի, սրդի եւ հոգի մտքի փոփոխությունն է։ Նուսկս են ուղղափառները, հա, որը դարձ է, ընթացք է եւ ընդհանրապես lifestyle-ի փոփոխություն է։ Այսինքն չեն կրնալ մեկ ուղղությամբ երթալ եւ մեր սիրտը ուրիշ տեղ լալ։ Նույն ձևով չի կրնալ սիրտը ուրիշ տեղ լալ եւ ուրիշ ուղղությամբ երթալ։ Ուրեմն մետանոյան ճիշտ ադեսածն է, որ մեր ամբողջ ընթացքը դեպի Աստված փոխելն է։ Ապաշխարել կնշանակի սրտով, մտքով, գործով շարժիլ դեպի Քրիստոս, այսինքն խավարեն դառնալ եւ դեպի լույս քայլել։ Հայրենի մեջ սիրելիներ, բառը ավելի ուրախ իմաստ ունի։ Ապաշխարել ինչ կնշանակի։ Աշխարհել փայը քրագանի մեջ կնշանակի սկալ, ողբալ, դխրիլ եւ տրկմիլ։ Երբ որ ավ մասնիկը գտնենք, հագարակը կլա, այսինքն չողբալ եւ չսկալ։
ինչպես անգլենի մեջ normal, abnormal կա, չէ, այդ աբը գործողության հագարակը կնշանակի։ Այսինքն ապաշխարել կնշանակի մեղքը, որ մեզի սուքի կտանի, ցավի կտանի, փոխել այդ ընթացքը դեպի լույսը երթալ։ Այսինքն ապաշխարությունը դեպի ուրախություն երթալն է, ապաշխարությունը դեպի Քրիստոս ուղղորդվելն է եւ այդ լույսի մեջ հարադեպ ծագելն է։ Ապաշխարել նշանակի մեղքի վարակույրը քաշել, որ Քրիստոսի լույսը մտնի, խավարը հեռացնի, ուրախությունը շիդակ տեղը փնտրելն է եւ Քրիստոս ադիգա կապեց արքայության բարին է։ Ըստ որ ապաշխարեցեք, որովհետեւ երկինքի արքայությունը մոդեցած է։ Այսինքն, երբ որ մեղքը մեր մեջը աղ կառաջացնես իրենն, լույս չի գրնալ մենալ։ Եվ այդ մեղքը այսօր քենի, ողագալության, փամփասանքի եւ այլ տեսակ ախտերու միջոցով գերելի մեր մեջը։ Երբ որ մենք Աստծո չենք ազնելսելու մաքրի, մենք ուրախության դեղ չենք ունենալ։ Գիտեք մարդիկ, որ ամեն օր կքանքադի, Ձյունգուկա կքանքադի, Կանադային կքանքադի, Միջին Արևելքին կքանքադին, Ճաշունին կքանքադին, եթե փամը չի գա քանքադվելու կքանքադվի, որտեղ փամը չի գա որ քանքադվի։ Այս տեսակ մարդիկ ալքան։ Այսինքն տեղը չեն ցկել իրենց մեջ, որ Աստծո լույսը մտնի, եւ այդ լույսը, այդ խնդրությունը, ջոյը սածը ընդրություն մնե, որ այս ամեն ինչի մեջ են զաստված է որ գտեսնեն եւ կուզեն իրեն ծառայել։ Ոչ միայն մեղքեն հեռանալ, այլ թեպի արքայություն ընթանալ, սատանայի ծառայությունեն հեռանալ եւ Տիրոջը միանալ։ Այսինքն ապաշխարելը գսե որ ոչ թե միայն փամարիր եւ վերջացար։ Մարդիկ երբեմն գսեն ես ապաշխարած եմ եւ վերջ։ Մեր եղեցվո հասկացողությունը չի գնալ ապաշխարած եմ եւ վերջ։ Դարձած եմ դեպի Աստված, ընթացք ունիմ, պետք է շարունակեմ այդ մաքուր ճամփայի վրա։ Ինչպես մարդը կյանքի մեջ մեկ անգամ չի լոկնար, հա, մեկ անգամ հաց չի ուտել, որտեղ կյանքը ընթացիկ է, միշտ պետք է անենք ասպաները, նույնը ապաշխարությունը հոգևոր հայջին է, որ Աստված մեզի կգանչե հարադեպ ադոր մեջ մնալ։ Այսինքն ցավեն թեպի փուժում երթալու մասին խոսն է։ Եսեն անձի ծառայությունեն Աստուծո ծառայության դառնալն է։ Միայն պիտի ոչ թե չհայոյեմ, այլ անուշ խոսք պիտի սեմ, Սաղմոս պիտի կարդամ, որտեղ մեր ուղեղը աս պլաստիսիտին ունի ոս։ Եթե ուրիշ բանով չլեցնենք, նույնը հարադեպ գուզե կրկնել, որտեղ automation շատ գսիրե։ Ադորհամար եթե մտքի խնդիր ունենք, մարդիկ կամ մեկ բանը 1000 անգամ կմտածեն, ամեն ինչ գիտեն, այդ overthinking-ը, anxiousness-ը, սիրտը գուզե։ Աստված ինչ կսե, կսե որ մինավի չես կրնա, խոսքս պիտի մտնե քու կյանքիդ մեջ, հարադեպ պիտի Սաղմոսները, Սուրբ Գիրքը, Սրբերի կյանքը կարդաս, որ այդ մեջիդ եղածը փոխվի, այսինքն թեպի լույս երթալ, ապաշխարությունը հոսլա եւ կամաց սիրտ դառնալ։ Եթե կքողնանք, պետք է հագարակը տանք, եթե կփամփասենք, պետք է հագարակը փարեխոսենք եւ ոչ թե միայն չփամփասենք։ Հիմա գրնակ մտածել, որ հին են ասկաղապարները։ Այսօր մեր բզդիկները ուրիշ բաներով կսպանեն։ Երիտասարդներուն ապաշխարելը սես կգարձեն, որ 60-ին վեր է այդ խոսակցությունը, հա։ Այսօր տեխնոլոգին առաջացած է, այսօր ChatGPT-ներ կան, AI-եր կան, AGI-եր կան, որ մեզի տարբեր տեսակ մտքեր գուտան, այս ապաշխարությունը մարդուս ամենեն էական պայմանն է Աստծո հետ լալու սիրո մեջ, որտեղ մարդուս մեջ ապրող մեղք մկա, միշտ մենք հանցանք ընելու ենթակա ենք, եւ ըստեմ դուք գիտեք, որ ինչ հանցանք ունի ամեն մարդ, ինքներդ այսինքն, եւ միշտ պայքարելու քաչալերանքի պետք ունենք։ Ադորհամար Բողոս Սարաքյալը գսե, գիտեմ, որ իմ մեջս, այսինքն իմ մարմինիս մեջ որևէ բարի բան չի կա։ Բարին գամենալը ցերկս է, բայց չեմ հաջողեր զայն կատարել։ Ամենքս գիտենք ինչն է բարի բանը։ Բարին խոսելը, սխալ չուտելը, սխալ չհարաբերելը, Աստծո պատվիրանները պահելը, բայց միշտ հագարակը ավելի զորություն ունի մեր վրա։ Եվ ադորհամար մեր եկեղեցին 7 խորհուրդներու կարգին դասած է։ Այսինքն ինչպես մգրդությունը, ինչպես պսակը, ինչպես ձեռնադրությունը, ինչպես հաղորդությունը Սուրբ Պատարագը խորհուրդ է, ապաշխարությունը ևս խորհուրդ է։ Այսինքն միշտ գերավիր է մեզի մաս կազմելու այդ խորհրդին։ Ապաշխարելը 3 քայլ ունի,
նախ սրդի զղջումը, որ փամը սխալ ընթացքի մեջ էի, ես կանրաթարնամ և ընթացքս կփոխեմ։ Ապա Փերանի խոստովանությունը, ընդհանրական կամ առանցին քահանայի առջև խոստովանությունը։ Ապա հադուցումը, քայլ առնելը, այսինքն փամը ըրած եմ, ոչ թե հիմա գսեմ, որ չեմ սխալ ըրած եմ և վերջ, ոչ, ադոր հագարակ քայլը պիտի առնեմ, որ կյանքս փոխվի, այսինքն կործերով է, որ մեր սիրտը միտքը կմաքրվի։ Եվ ադոր օրինակս եներ, անարակ որդի պատմությունը, որ մեծ պահքին կգարթան, ճիշտ ադոր մասին են, կսե անարակ որդին զղջած, ինչպես ինքզինքին գալով, սավ ես աս խոզերու կով ինչ կնեմ, աս ուդելիքի ինչ է որ ես կուդեմ, այսինքն իչած էր վար դեղը, ամենեն վարնոց վիճակի մեջ հասած էր, որ ինքզինքին եկավ ասելու, որ հորս տունը գործավորները առած ճաշ ունի, ես ոս ինչ կնեմ, զղջած ասավ երթամ հորս և ասեմ, որ մեղ գործեցի, և եկավ հասավ հորը ասավ հայր մեղ գործեցի երկնքի և քու առաջը, թեպի դուն եկավ, ելեմ ասավ հորս տուն երթամ և իր օրհնության մեջ ապրեմ, այդ թարցը դարձավ իր կյանքի ամբողջ փոփոխություն։ Եվ Տերը մեզի կյանք տված է աբաշխարությամբ, այսինքն փարի գործերու և փարի ընթացքի մեջ բդուղ տալու։ Եվ այսօրվա ավետարանը, եթե մտի գրի ճիշտ ադր, կսե մարդ մը գա, որ այքի մեջ թզերի մտնկեց, թուզի ծառ այսինքն։ Թուզը քաղելու գնաց, բայց թզերի վրա բդուղ չգտավ։ Այգեպանին ասավ, այս երրորդ տարին է, որ գուքամ թուզ քաղելու, բայց չեմ գտնել, ուստի գդրեզ այդ, ինչու հողը գսպարեցնե, ուրիշ բան գցանենք տեղը։ Բայց այգեպանը ասավ, որ թող այս տարի ևս մնա, ես իր շուրջը հող գտնեմ, կփորեմ և բարադարձուցիչ կտեղեմ, այս ձևով թերևս պդուղ տա, ապա թե ոչ քալ դարի կդրեզ այն։ Այսինքն Հիսուս կսե աբաշխարեցեք, չէ թե կգործվի։ Արագի միջոցով ալգսի, եթե չաբաշխարենք, օրմը արմադախիլ պիտի լան և գրագի բաժին պիտի լան։ Այս արագի մեծ սիրելիներ, մարդը Աստված ինքն է, որ մեզի այս կյանք բերավ և փարի գործերու օրինակը եղավ իր միածին որդու միջոցով, որ մենք պդուղ տանք։ Այքին այս կյանքն է, ինչպես արարչությունը գսկսի այքիի, լման կյանքը պարդեսն է, որ մենք ընելիք ունենք։ Թզենին մենք ենք, որ գողտվինք հողեն, արևեն և անձրևներեն։ Այքեպանը Քրիստոս ինքն է և սուրբերն են, որ մեզի հարադեր գսեն, որ ժամանակ կուդան աբաշխարության, ասելով, որ քիչ մնան ամպերեն, քիչ մնան հայտնեն, և գայնամիտ է Աստված։ 3 տարին սիրելիներ կյանքի հանգրվաններն են, մարդուս մանկությունը, երիտասարդությունը և ծերությունը։ Այսինքն ինչ կնենք այս կյանքի դարբեր հանգրվաններում։ Փարի բդուղ գուտանք կամ բազաբես կաբրինք ուրիշներու պես իրագյոր եկեցիկ ու կամ մնացած օրը ուրիշ իրականությունը։ Եվ հողը փորելը սիրելիները աբաշխարությունն է, որ երբեմն ցավ պետք է պատճառել։ Ինչպես երբ որ վերքը խորանա, տեղը երթած բժիշկը պիտի կդրի այդ վերքը։ Նույնը երբեմն Աստված փահով կփորե ներսը, որ մեր սիրտը դառնա, կագողնա և իր ճամփան բռնենք։ Եվ պարարտանյութը բադարակն է, ամենօրյա աղոթն է, սուրբքիրքն է, քարոզներն են, շարականներն են, որ ամեն մեր մտածողության վրա և սրտի վրա կանդրադառնան և կդարձնեն մեր սիրտը պարարտ հող, ուր Աստծո խոսքը կրնա ապրել։ Ուրեմն բդուղը մեր սրտի փոփոխություն է, սերը, ուրախությունը, խաղաղությունը և համբերությունը։ Գործնականը լալու համար սիրելիներ, աբաշխարությունը պետք է լա օրական, շաբաթական և ամսական։ Օրական սիրելիներ, աղոթքի ժամուն պետք է մեր անձը քննենք, self-assessment, ինչ էր ես այսօր, ինչ էր հարաբերությունս Աստուծո հետ, պատվիրանները պահեցի, ուրիշին հետ ինչ էր հարաբերությունը, եղա սիրո օրինակ, իմ հետս ինչ է հարաբերությունս, չէ որ ես Աստծո դաջար եմ, արդար գվարվիմ հետս կամ մեղքը ինձի ըստրուկ դարձուցել։ Շաբաթական սուրբ պատարագով իր մարմինը ճաշակելն է սիրելիներ, ադի ևս աբաշխարության առիթ է, որը թեղ է կյանքի և կչնչե մեր հանցանքները, ուժ կուտա կյանքը շարունակելու, որպեսզի իրեն միացած մնա։ Եվ ադեն, ամեն ամիս չսեմ, բայց գոնե 3 ամիսը մեկ, երբ որ ձանր ցավեր ունենք սիրելիներ,
պետք է խոստովանության երթանք հոգևորականի, քահանայի կամ վարդապետի առջև ասելու մեր ցավերը, պետք է մենք մեր բերանը հանանք, մենք մեզի մտի գնենք, որպեսզի հասկանանք, որ Աստծո ողորմությունը այդ շնորհը գլուսավոր է եւ մեր մեղքերուն թողություն ունի։ Ուրեմն թող ապաշխարությունը կյանքից հերթանա եւ Աստծո արքայության բդուղները հոստերեն ճաշակենք իր զավակները